մեր կառավարությունը, այս գործող կառավարությունը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ սպառազինության գնման, բանակի ծախսերի, ռազմական բյուջեի վրա ամենամեծ ծախս և ներդրում կատարած կառավարությունն է։ Սա թվերով է, սա փաստերով է, և այդ ամենը դուք տեսնելու եք։ Ես ուզում եմ նշել, որ 2018 թվականի նկատմամբ մեր կառավարությունը 25 թվականին պետական բյուջեն ավելացրել է 1.1 միլիարդ դոլարով։ Այն դեպքում, երբ հեղափոխությունից առաջ մեր ռազմական բյուջեն կազմում էր ընդամենը 640 միլիոն դոլար։ Մեր օրոք այն դարձել է 1 միլիարդ 700 միլիոն դոլար։ Ավելին ասեմ, այսօրվա ընդդիմադիր ուժերի պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչները, ովքեր բխում են Ռոբերտ Քոչարյանից և Սերժ Սարգսյանից, ով հանդես է գալիս իր տարբեր արբանյակներով, 20 տարվա ընթացքում 2008-ից 2018 թվականների բանակի սպառազինության վրա ծախսել են 5.4 անգամ պակաս գումար, քան ծախսվել է վերջին 3 տարիների ընթացքում։ Սրանք նրա մասին են, որ մեր կառավարությունը ջանք չի խնայել երկրի անվտանգության համար, Սյունիքի անվտանգության համար, ձեր անվտանգության համար, վաղվա օրվա համար, վաղվա խաղաղության համար։ Եվ այսպիսով, հունիսի 7-ին, 20-26-ին քվեարկում ենք համար, քվեարկում ենք համար, շնորհակալ եմ։